աղջիկը ուժեղ բնավորություն ունի։ Դու պետք է չխաբվես իր լուր պատրակինին։ Ես դա արդեն հասկացել եմ։ Ու ինքը երբեք չի հանձնվում։ Եթե մի բան մտքին դնում է, չգիտեմ, ամենայն դեպս մինչև հիմա երբեք չի հանձնվել։ Հասել է իր նպատակին։ Բայց հիմա այդ ամեն ինչի համար եք ասում ես։ Դու շատ լավ գիտես, որ մինչև քեզ հանդիպել է ինքը Արեգին է սիրում։ Հիմա էլ է սիրում, էդ էլ գիտեմ։ Ուզում եմ ասել, որ նպատակիդ հասնելու համար պետք է ուժեղ լինես ու չհանձնվես։ Լավ, իսկ դուք ինչ եք կարծում։ Հույս կա։ Հույս միշտ էլ կա, բայց ասեցի մի օրվա բան չի։ Պետք է համբերես ու չհանձնվես։ Չէի մտածի, որ իմ կողմից կլինեք։ Ես իմ աղջկա կողմից եմ, Դավիթ ջան։ Ուզում եմ, որ սիրո մեջ ապրի, ոչ թե ատելությամբ։ Էնպես որ եթե իմ օգնության կարիքը ունենաս, կարող ես հանգիստ դիմել։ Շնորհակալ եմ։ Ուշանում է, գիտես։ Հիմա ես երկու անգամ բարձրացել էի վերևի փողը իջել էի։ Իսկ կարող է միասին գնանք։ Երևի գնանք ես նստելուց շատ ավելի լավ է։ Հիմա ես էլ վերախուս հագնեմ ու գնանք։ Էս երբ հա բերել։ Հաստատ տեսել է մեր խոսակցությունը։ Մնա տանը գալիս։ Սա Թենուր։ Քեզ մենակ չի կարելի, սպասի ես եմ գալիս։ Ինձ իմ բաժինը տվեք ու վերջ։ Կանանք պայմանավորվենք, ձեր տանը չեմ կպնի։ Իսկ քեզ ով ասել, որ հին թաղը քո բաժինն է։ Կամ այդ ով ասել, որ ես իմ տունը պահելու համար մնացածի տները կծախեմ։ Ես ոչ մի կի ասելու չեմ սպասում, տղա ջան, ես ուղղակի վերցնում եմ։ Իսկ ես առաջարկում եմ համաձայնվի, քանի ձեր տանը չեմ հասել։ Դու սրանից հետո էլ ոչ մեկի տուն չես հասնելու։ Ու այս թեման փակվեց։ Աչքի տա երևում, տղա ջան, ամեն ինչ նոր է սկսվում։ Քո համար ամեն ինչ արդեն վաղուց վերջացել է։ Ուղղակի դու դեռ տեղյակ չես։ Տղա ջան, նույնիսկ չես պատկերացնում ինչի մեջ ես հայտնվելու ու այս անգամ արգամը արդեն արանքում չկա։ Արի մի փորձ ինձ վախացնես։ Ես չեմ վախացնում, ես ուղղակի զգուշացնում եմ։ Ես էլ քեզ եմ զգուշացնում։ Եթե մոտիկ եկար ու մանավանդ գիտեսում, ես էլ ոչ մի բանի չեմ նայի։ Ես գալու եմ։ Հենց ոնց եմ գալու, ուղղակի մի քիչ սպասի։ Ես անհամբեր սպասում եմ։ Ու չես պատկերացնի, թե ինչքան լավ է, որ արանքը արգամ չկա։ Հացքեր էլի։ Չենք սպասելու երեխեքին։ Իրանց էլ սպասող չկա։ Իրանց ասած ժամից էլ արդեն մի ժամ անցել է։ Ինչ համով է։ Հա, շատ լավ տեղ է։ Գիտես չէ, նորն էլ ենք ստեղ գալու։ Դե են, որ Վիկային տարան։ Իրանց հետ էլ կապ չկա, չէ։ Չէ։ Շատ ուշացան արդեն սպասի զանգեմ Արտուրին։ Կաղա չեն գալու։ Չէ, դե որ չգային կասեին։ Եկան։ Մենք եկանք։ Մեզ կներեք, մենք մի քիչ ուշացանք։ Մի քիչ ապեր։ Կներեք, գնացել ենք Արտուրը ինձ շորի կառներ։ Խեցիչ լավ սեղան եք գցե։ Հա, ոսոբոցոցել էինք։ Երեխեք, նենց եմ սիրում, որ սենց չորսով հավաքվում ենք։ Բա մենյուն ուր է։
Մենյուն ինչի տա պետք, ստե ամեն ինչ կա։ Լսել եմ, որ լիքը համով բաներ կա, ստեղ ուզում եմ տեսնեմ բոլորը պատվիրել եք։ Դե նայ, եթե տեսնես տեղան ինչ որ պակաս բան կա, ասա պատվիրենք։ Չէ, ոնց որ ամեն ինչ իմ սրտով է։ Երեխեք, եկեք պայմանավորվենք, ամեն շաբաթ միտեղ գնանք։ Կամ գոնե երկու։ Վիկա, այդ դեպքում բոլորս պետք է աշխատանք գտնենք։ Դու չէիր կարա, չէ ինչ որ վատ բան չասեիր։ Իրան մի լսեք։ Արթուր, դու ինչ ես մտածում։ Դե ես ապրում եմ այսօրով։ Այսօր կա, լավ է։ Վաղը կզարթնենք կհասկանանք։ Դե լավ, կերեք սառավ։ Շատ հոն, այս մեկից էլ դիշտ փորձի։ Ոնց չենք նկատել կամ տեսել, որ ներս ա մտել։ Սաթեն հանգիստ, Արեգի հետ ոչ մի վատ բան չի լինի։ Լավ էլի։ Դու ուղղակի Արեգին լավ չես ճանաչում, ինքը չափազանց տաքարյուն է։ Արեգը Այսօր եք գնում։ Ասենք Սրապյանի մոտ, հետո դու ինձ ասես մենակ մի գնա դու երեսկենու գնում ես։ Սա տինու քո գնալը նույնն է։ Տեսար դրան։ Հա, տեսա։ եկեք գնանք տուն, համ կնշենք, համ էլ Արեգը կպատմի։ Բարոն Սրապյան, ազնիվ խոսք, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Էսի, դու ինձ լրիվ ապուշի տևես դրել, հա։ Դուք էլ ինձ ինքնասպանի։ Ես գիտեմ չէ, որ այստեղ ինչ էլ կատարվի, առաջինը դուք ինձ եք կասկածելու։ Ես հողխելագար չեմ, որ նման բան անեմ։ Ու հետո դուք ինձ նորմալ բարձատրում եք, պարգևատրում եք, իմ հանդեպ շատ ուրիշ վերաբերմունք ունեք։ Էսի, արի դու ինձ հիմա մի ներվայնացրու, լավ։ Բարոն Սրապյան, ազնիվ խոսք, ես էլ չգիտեմ ինչ անեմ, որ ապացուցեմ, որ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ու հետո բարոն Սրապյան, ես այդ թղթերը չեմ էլ տեսել, երբ որ Դավիթը ստորագրեց, դուք այդ թղթերը տարել եք ձեր հետ։ Վեր կաց, խնդրում եմ, չէ, չեմ վեր կանա։ Միջև չասեք, որ ինձ հավատում եք, ես չեմ վեր կանա։ Վեր կաց, աղջիկ Չէ, բարոն Սրապյան, կամ ինձ սպանեք, կամ ասեք, որ հավատում եք ինձ։ Դե թող է։ Բարոն Սրապյան։ Ոնց կարար պապատ տենց բան աներ։ Չգիտեմ։ Ես համոզվում եմ, որ հորս լավ չեմ ճանաչել։ Բա հիմա ինչ ես անելու։ Այստեղ գալուց առաջ իրավաբանից տեսա։ Ասաց, որ վաղը կգնա հորս մոտ կխոսի հետո։ Շնորհակալ եմ։ Ես ամեն անգամ իմ խնդիրներով գալիս եմ ծանրաբեռնում եմ քեզ։ Իսկ դու լսում ես լուծումներս փորձում տալ։ Ես քո փոխարեն լինեի դեմքիս էլ չէի նայի։ Չէ, դե տենց մի ասա։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ինչքան էլ որ քեզ տհաճ ա դա լսելը։ Տհաճ չի։ Գիտես ինչ եմ մտածում, կա ինչ-որ բան, որով կուզես զբաղվել, ասենք թեկուզ փոքր բիզնես, հանգիստ եղի, ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզելու։ Չէ, մեծ չէի մտածում։ Բայց կարող է իր։ Ինձ ինչ պետք է ես դե ունեմ, դու էլ կողքից ինձ շատ ես օգնում։ Չէ, այդ կապ չունի, դրանից առանցին։
Եթե կա ինչ-որ բան, որ իսկապես կուզես զբաղվես, կամ թեկուզ դրա համար պիտի կուրսեր անցնես, ասա ես ամեն ինչ կանեմ։ Ես էլ գնամ։ Հաց չկերար։ Տանը կուտեմ։ Լավ։ Դա իրականում բան էի ուզում հարցնեի, ուղղակի մտածում եմ կարողա դուրից չգա։ Դա արդեն իմ խնդիրն է։ Ասա։ Ապեր, այսօր Սաղորը Անայսի հետ ես եղել։ Դե ասա տենա մի բան խոսացել եք իրար հետ, թե բերանը ջուր ես առել ու նստել ես։ Լսի, ես ու Վիկան արդեն վաղուց նկատել ենք, որ դուք իրար հետ քչփչա եք անում։ Հա։ Ապեր արի դու թեման լեմի փոխի։ Ասա տնեմ այդքան փող քեզ որտեղից։ Գործ ես չարել։ Ապեր դե սպանեցիր։ Որ գործ չարեմ, թե դու առաջը դու ես իմանալ։ Ապեր այդքան փող քեզ որտեղից։ Հորից դες վերցրել։ Մեկը լինի հորս տա։ Ապեր կխոսած մի հատ բան հասկանամ։ Բարդ եմ արել։ Մեր թաղի մեծերից եմ վերցրել։ Պիտի ես երկու օրը տամ։ Ես երկու օրը որտեղից ես տալու։ Ապեր, այսօր թույն օր եմ ունեցել։ Խնդրում եմ, կլինի հարամ չանես։ Կլինի, մերսի։ Չէ, հենց այդ է խնդիրը, որ չի աշխատում։ Բայց Վիկային այդ ընդհանրապես չի հետաքրքրում։ Լիսի, բա որ չի աշխատում, որտեղից իրան փող։ Ասում ես տանը չեն տալիս, չէ։ Դե Վիկան թեթև ասեց, որ հեռախոսով խաղ է խաղում։ Ոնց խաղում է։ Այդ հեչ լավ չի։ Մամ, մեր կուրսի մեծ մասը այդ գործին են։ Անայից կարող է Արամն էլա խաղում։ Չէ։ Ինչ ես տենց վստահ ասում, հարցրել ես։ Չէ, բայց իրանից երևում է։ Չգիտեմ, Անայից, ուշադիր եղի։ Հեչ չէի ուզի, որ քո հավանած տղան տենց բաներով զբաղվեր։ Մամ, պապան եկավ։ Այս թեմայով Այս թրնկոցին եք։ Եջակս լավ չի, տիկինս։ Կնոջդ պատմել է ժառանգության մասին։ Ինչ կարծիք է։ Ուզում էի պատմել, չստացվեց։ Դե ես ու կինս այդքան էլ մտերիմ չենք։ Ինչքան որ ես ու դու։ Գիտես, ես տեսա իրեն սիրահարվեցի։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Ու այդ մտերմության փուլը նոր է սկսվել ու շատ դանդաղ է առաջ գնում։ Դե եթե սիրում եմ, կարևորը սիրելն է։ Դա սիրում է, չէ՞ քեզ։ Ոչ այնքան, ինչքան ես իրեն։ Չգիտեմ, ես երևի շտապեցի։ Իսկ ինչի շտապեցիր։ Դե նա համաձայնվեց ամուսնանալ։ Ես էլ մտածեցի, քանի համաձայնվել է, պետք է ամեն ինչ արագացնել։ Խոսքով։ Ես նորից իմ անձնական խնդիրներով ծանրաբեռնում եմ քեզ։ Դե գոնե գնահատեր։ Ես էլ հո գիտեմ, ինչ հոգատար ես, երբ սիրում ես։ Շնորհակալ եմ քեզ։ Ինչի համար։ Ամեն ինչի։ Քո սիրո բարության։ Ինչքան ասեմ արգամ, ամեն ինչ նորմալ է, հատուկ գնացել եմ իրանց տուն, ուղղակի Լուսայի գլուխն էր ցավում, չէր կարողանում քնել։ Դավիթն էլ դուրս էր եկել, ինչ-որ խառը գործերով։ Բայց Դավիթն ինձ ոչինչ չի ասել։ Դե ինչ պարտադիր էր ասել, կարող է չի ուզեցել ուղղակի ասել։
Չես հավատում, կարաս աղջկադ հետ խոսաս, կամ Փեսայիդ։ Իսկ դու Դավիթի հետ խոսել ես։ Չէ, ես Դավիթի հետ չեմ խոսել։ Լավ, ուրեմն կկանչեմ օֆիսում էլ կխոսեմ հետ։ Ինչի՞։ Ինչի՞ չես ուզում գնաս իրանց տուն։ Տուն չէ։ Տանը լրիվ ուրիշ խոսակցություն կստացվի, իսկ օֆիսում ես ու ինքը մենակ կլինենք, այդպես ճիշտ է։ Դե ոնց գիտես, դու քո Փեսան։ Ինչ ա եղել քեզ։ Չեմ հասկանում, էլի չես խոսում հետս։ Եղնիկ քեզ, որ չես հիշում վաղ ամսի քանիսն է։ Բարոց։ Ես մեքենայի մեջ կսպասեմ։ Այդ ինչի ես որոշել գալինց տեսնել Մարիամ։ Այսքան տարի ոչ դու, ոչ Արգամը չէի գալիս։ Ինչա քեզ թվում է չեմ հասկանում, որ եկել ես ինձ տեսնես, որովհետև ասելու բան ունես։ Խոսի, ասա, եկել ասել ես, ուզես, չուզես խոսելու ես։ Հասկացան, լավ, կհասնեմ օֆիս կզանգեմ։ Դավիթի իրավաբանն էր։ Լակոտ, մեծացել է։ Բա ինչ պիտի անես։ Ոնց հասկանում եմ, ահագին գումար ես ծախսել։ Պիտի զանգեմ, գա օֆիս խոսանք, ինչ պիտի անեմ։ Բայց ինչ ես կարծում, կստացվի մի բան։ Չգիտեմ, Իզաբել, չգիտեմ։ Լավ, հանգստացի։ Ես կարամ մի բան անեմ։ Չէ, հələ չէ։ Լսի, այդ քարտուղարուդ հարցը ինչ եղավ։ Ես այդ թղթերը մի քանի ժամ ա եղել օֆիսում։ Վստահ չեմ, որ նոնոչկանա դրանք նկարել է, դա ես ինչ մտածում եմ նոնոչկային ինչին էր պետք։ Ինքը իր հացի մեջ թույն չի լցնի։ Բայելով։ Դավոյի քերին, մորքուրը, Մերինի սաղ ցեղը։ Ոնց որ լսես Մերինի, ես եմ գերեզմանը հասցրել։ Բայց իրանք ո՞նց։ Դες ամեն անգամ երբ այդ հաշվից փողա դուրս եկել, չէ, իրանք իմացել են դրա մասին։ Քեզ թվում է դավան մենակ այդ թուղթն աստորակ է։ Բա ոնց եմ ես այդքան փող ծախսել։ Ու հիմա մտածում եմ, որ այս անգամ դրանք շուտան կասկածել են ու որոշել են դավոյին տեղյակ պահեն։ Տականքներ։ Հա, բայց այս ձևով ինչի պիտի անեին։ Լսի, Դավոյի քերին 2 տարի առաջ եկել էր ստեղ։ Հանդիպել էին Դավոյի հետ։ Մի մասին ինչ ասես պատմել էր։ Դավոյն ասել էր, տենում էր այդքան բանը, քրոջը շուտ տանել, ոչ թե մեռնելուց գար։ Մի խոսքով, քերին չի մարսել, հիմա չեն շփվում։
Հիմա տես Իզաբելեն Թիֆլիսի տունը տամբորներից ազատում ես։ Տամը, որ ոտը գետնի խփեց, աչքիս է տունել ենք ծախելու։ Միջայլոց շատ լուրջ եմ ասում։ Դա այդ նշանակում է, որ պապան ուզում է հետս պայմանավորվի։ Բայց եթե ասածը դուրս չեկավ, ամբողջովին դու ես զբաղվելու այդ գործերով։ Հա, անպայման։ Խնդիրներ ունես հորդ հետ։ Ես այսօր հորդ օֆիս եմ գնալու, մի քանի բան կա քննարկելու։ Կարող է ուզես գաս։ Չէ, այսօր հաստատ չեմ։ Ինչ որ տեղ ունես գնալու։ Ուզում եմ տանը մնամ։ Ու ինչ ես անելու ամբողջ օրը տանը։ Ինչ որ բան կա չես ասում։ Ուղղակի ուզում եմ տանը մենակ մնամ ու մտածեմ։ Մեր մասին, թե էլի անցածը հաստատ հետ չես բերի։ Նայ ապագատ էլ չկորցնես լուսել։ Ահա, պարոն Սրապյան։ Լուսենը քեզ ասել։ Այդ հասկացա, բա ինձնից չես ուզում։ Լուսեն չի հանգստանա, հաստատ կգնա Արեգի մոտ, ու պատկերացնում ես, ինչ կլինի։ Ինչ դիլնի որ, ոչ իմ անել չի լինի։ 100 անգամ հարցրեցի քեզ էլ, Լուսեին էլ, ինչ ա եղել։ Այդ ինչի արդյունքում է այդ երեխեն տենց որոշում կայացրել ամուսնանալ այդ տղայի հետ։ Այդ ինչա ձեզ թվում էր, որ այդ Զաքսի թուղթը տենց զգացմունքներ է առաջացնելու, հա։ Լավ նա երեխա է չէր հասկանում։ Բա դու Մարիամ, դու չգիտես ինչ է ամուսնությունը, էն էլ չսիրած տղամարդու հետ։ Նա երեխայա գլխի չեր ընկնում, լավ դու ոնց թույլ տվեցիր, ոնց, որ քո երեխեն նման սխալ գործի։ Հիմա ինչա, միտքը փոխել է։ Հա, բա ոնց։ Եկել է պտուղները քաղելու ժամանակը։ Գիտես ինչ, ես հետ չեմ ուզում որ Արեգը խառնվի այս պատմությանը ու կասես Լուսեին, որ երբեք չհամարձակվի Արեգին մոտենալ։ Ու այո, Արեգը իր կյանքում ուրիշ աղջիկ կա։ Ու շատ լավ աղջիկ կա, շատ։ Ու ես շատ ուրախ կլինեմ, եթե իրանք ամուսնանան։ Չէ, ոնց կարամ ես քեզ մոռանամ, Վարուժ պապ։ Բա ոչ գալիս ես, ոչ գնում ես։ Դե դու էլ գիտես, որ գալու գնալի հիմա անվտանգ չի։ Մի անգամ իրանք ինձ տեսել են օֆիսի մոտ քո հետ։ Չես հիշում։ Մոռացել էի Աշխեն ջան։ Հա, հիշողություն ա մնացել որ։ Դե COVID-ից հետո հիշողություն ունի, որ դու ունենաս, Վարուժ պապ։ Գոնե ինձ ասա, լավ ես։ Հա, լավ եմ։
Թող մի քանի օր էլ անցնի, անպայման կգամ քո մոտ, լավ։ Դե կսպասեմ Աշխեն ջան, կսպասեմ։ Տեսար, մեր էսքան ստեղ ցծվելը վերջը օգուտ տվեց։ Սրանք որ խոսում են հաստատ կհանդիպեն էլ։ Դե էդ եմ ասում։ Մնում է բիձու հետևից ֆրֆռալ։ Տենց էլ կանենք։ Բա երբ ես ուզում գնաս։ Այսօր երկու անգամ զանգեցի տանը չէին։ Քանի այսօր շուտ եմ վերջացել, մտածում եմ գնամ տեսնեմ։ Դու գնացել ես։ Չէ, հələ չեմ հարմարացրել։ Դե եթե ուզում ես, կարանք իրար հետ գնանք, եթե ուզենաս իմ հետ գաս։ Հա չուզելու բան չկա։ Սա զանգեմ Լուսեին։ Չէ, մի զանգի։ Արի գնանք, եթե տանը լինես, սյուրպրիզ կլինի։ Եթե չէ, հետո կգնանք։ Տենց էլ կլինի։ Հələ նայ ոնց եմ բլբլում Վիկ։ Հəճա մեր մոտ ձևեր են թափում։ Հա, բիձա։ Ես շուտվանից գիտեմ։ Լավ, ասեք ոնց եք։ Էդ ինչ եք պայմանավորվում տենց հավեսով։ Աչքիս մեր բիձան Անայիսին տեղ է հրավիրել։ Հա, բիձա խոսա։ Տեղ ես հրավիրել։ Անայիս, դու խոսա։ Հա, մենք Արամի հետ տեղ ունենք գնալու։ Վերջապես, շնորհավորում եմ։ Ոնց որ թե հույս կա, հա, բիձա ջան։ Դե ասեք ուր ենք գնում։ Մի հատ ստուգենք մեր բիձու ճաշակը։ Հաստատ։ Ես ու Արամը երկուսով ենք գնում։ Երկուսով։ Ժողովուրդ խոսք եմ տալիս։ Վաղը բոլորով միասին կգնանք։ Ես եմ հրավիրում։ Հաստատ։ Վիկա։ Լավ դե։ Սպասենք վաղվան։ Սպասենք։ Պայմանավորվեցինք։ Գնանք Անայիս։ Եղավ բիձա։ Գնացեք, գնացեք։ Մտքովդ սենց բան կանցներ։ Շուտ մուզմուզն են էլի։ Քել գնացինք արի։ Արի։ Չէ, ձյաձ արգամ։ Դուք հանգիստ ձեր ընդմիջումը արեք, ես օֆիսում կսպասեմ։ Չէ, չեմ շտապում։ Այստեղ կլինեմ։ Լավ։ Յա։ Երբ ես եմ քեզ զանգում, ասում ես ժամանակ չկա, բայց աներոջդ համար միշտ ժամանակ կա, հա։ Ու ինչի համար ես հրաժարվել իրավաբանիս հետ հանդիպել։ Դες դու ցնդել ես։ Ինչ իրավաբան։ Ուրեմն ես ու դու մեր հարցերը չենք կարող լուծենք, իրավաբանը պետք է լուծի։ Գիտես, փաստորեն չենք կարող, էլի։ Բայց ինչի։ Որովհետև ես նայեցի այդ թվերին։ Այնտեղ ահռելի մեծ գումար պակասում։ Հա, ու ինչ։ Չէ ինչ։ Այն որ դա գողություն է, պապ։ Ես ինչեր ես խոսում։ Ես ինչեր ես խոսում, դա ողար։ Հոլուտու մեջ գողությունը որն է։ Բացատրեմ որն է։ Նախ այն է, որ առանց ինձ ասելու փորձել ես տնօրինել այդ գումարներին։ Ու այդ քիչ չի, մի հատ էլ ինչ-որ փաստաթղթեր ես դրել դիմացես ու ստորագրել ես տվել։ Վախ, ստորագրել եմ տվել, հա։ Իդեպ, պապ, դա քրեական հանցագործություն է։ Այ դավո, ես հասել։ Մի խոսքով, պապ, եթե չես ուզում, որ բանը հասնի իրավաբանին, ու առավել ևս իրավապահ մարմիններին այդ գումարը վերադարձրում։ Այսինքն, եթե հանկարծ չկասկածես։ Անսպասելի էր։ Հա, չեմ խափի։ Երևի էլի ես կողմով էի կանցնում։ Չէ, այս անգամ հատուկ եմ եկել։ Հետդ խոսելու բան ունեմ։ Հա, ինչի լարվեցիր։ Չգիտեմ, անկախ ինձնից եղավ։ Դավիթի հետ ամեն ինչ նորմալ է։ Չէ, Դավիթի հետ կապ չունի, Դավիթի հետ ամեն ինչ նորմալ է։ Դե կապ ունի, բայց Դավիթի հետ չի խնդիրը։ Ես խնդիր ունեմ։ Ավելի շուտ Դավիթի հայրը։
Բարոյ ջան, այդպես է կյանքը։ Մի օր քեզ են օգնում, մի օր էլ դու պիտի օգնես։ Չէ, մամ ջան, չեմ զանգել։ Ուզում եի անակնկալ անել։ Դե հա քեզ էլ զանգել որ հարկն ու բնակարան իմ մնա։ Ես ոնց որ գտանք։ Լավ, մամ ջան։ Աղա սխալ արեցինք, ճիշտը զանգելներ։ Չէ, արի։ Ստեղ եք գնում։ Դե ուզում եի պապայի օֆիս գնի։ Ճիշտ երևի զանգելներ։ Եթե շտապ չի, ես քեզ հետո կիչացնեմ։ Անակնկալ էինք ուզում անենք։ Եկեք հետո կգնամ։ Հաստատ։ Նա եթե խնդիր է, հետո էլ կարան գանք։ Չէ, եկեք։ Ուղղակի չհասկացա ասենց երկուսով։ Կպատմենք։ Դավիթը գիտի, իրան եք ասել, հա։ Չէ, իրան չենք ասել։ Ոնց եք։ Արեգ ջան, ես քեզ խնդրում եմ, ուղղակի պահանջում եմ, որ երբեք այլևս չհանդիպես Լուսեի հետ։ Ներիր իհարկե, եթե զանգել, զանգերին չպատասխանել։ Իսկ եթե միամիտ դիմացս դուրս գա։ Հետո, ասենք թե դուրս եկավ։ Ինքը ամուսնացած կին, հա։ Դու ուզես թե չուզես, այդ տենց է։ Ու խնդրում եմ, այդ նկատի ունենալով հետը շփվի։ Ինչ ես նայում։ Ինչ ես մտածում։ Ճիշտ ես ասում, ինչ ասում ես։ Ուղղակի եթե Լուսեն օգնության կարիք ունի, ես չեմ կարա։ Ես կգշվեմ ես երեխան։ Լսի դու խենթացել ես, հա։ Ինքն է որոշել ամուսնանալ։ Տենց է ինքն է որոշումը կայացրել։ Հա, տենց է։ Շատ լավ, եթե նույնիսկ հիմա ինքը փոշմանել է, դու ինչ պետք է անես։ Արեգ։ Բնականաբար ամբողջ գումարը իրան պիտի տրվի, դա իր գումարն է, բայց որ մի անգամից չուզի։ Բայց ես որպես ինչ իր հետ խոսեմ, կամ ոնց ես իրան համոզեմ։ Ես միշտ ուզեցել եմ իզիս մեծ քույրիկ ունենամ։ Եթե դու էլ ուզես, կարող ենք իրար հետ ընկերություն անել։ Արամը չի պատկերացնում ոնց է իր բախտը բերել։ Ու մի բան էլ։ Մի խափվի իմ լռելու։ Դա չի նշանակում, որ ես ոչինչ չեմ տեսնում։ Դա նշանակում է, որ ես դեռ կարողանում եմ սպասել։